Բարի օր, եթերում է Ազատություն ռադիոկայանը, ես Հեղինե Բունյատյանն եմ եւ այսուհետ ամեն օր այս ժամին ես եւ իմ գործընկերները կներկայացնենք լրահոսի ամենակարևոր ու քննարկվող թեմաներից մեկն ամենայն մանրամասնությամբ։ Այստեղ այս ստուդիայում կզրուցենք խնդիրը լուսաբանող ազատության լրագրողների, մասնագետների եւ պատմության կենտրոնում հայտնված մարդկանց հետ, որ պարզենք ինչ է եղել, ինչպես եւ ինչու։ Այնինչ անհնար է անտեսել ու նաեւ այնինչ գուցե մինչ օրս վրիպել է մեր ուշադրությունից։ Ամեն օր մեկ թեմա, ամեն օր մեկ պատմություն, որ փոխում է այսօրն ու վաղը։ Միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ, բայց 7 միլիարդ դոլար պետական պարտքը ինչու ենք վերցրել։ Բարի օր, այսօր խոսելու ենք պետական պարտքից, որ ծանրանում է Հայաստանի ցանկացած քաղաքացուուսերին, եթե անգամ նա երբևէ վարկ չի վերցրել։ Արտաքին ու ներքին պարտքն այս տարի հասավ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին, չնայած կառավարությունը ամեն տարի հայտարարում է բյուջեի աննախադեպ եկամուտների մասին։ Ուր են գնում այդ գումարները, ումից ենք պարտք վերցնում եւ ինչի վրա ենք ծախսում։ Այս մասին ենք այսօր զրուցելու իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանի հետ։ Ողջույն Ռոբերտ, այսօր խոսելու ենք իմ, քո ու ընդհանրապես Հայաստանի պարտքի մասին, պատրաստ ես։ Մեծ հաճույքով։ Փաստորեն անցած ամիս հաղորդվեց, որ առաջին անգամ պատմության մեջ Հայաստանի պետական պարտքը հատեց 13 միլիարդ դոլարի շեմը, կառավարությունը մարտին նոր պարտք վերցրեց, թողարկելով 750 միլիոն եվրոյի պարտատոմսեր։ Ընդ որում դրանից օրեր առաջ վարչապետը խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարում էր, որ հեղափոխությունից հետո անցած տարիների ընթացքում Հայաստանի բյուջե մտել լրացուցիչ 4 միլիարդ դոլար։ Բոլոր միջինացված թվերը միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ պետական բյուջե 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դոլար։ Հիմա եթե մենք ունենք վարչապետի խոսքով նման աննախադեպ մուտքեր, կառավարությունը ինչու գնաց նոր պարտք վերցնելու։ Հեղինե, եթե փորձենք ավելի կարճ ու հասկանալի բացատրել, նոր պարտք ենք վերցնում, որ հին պարտքերը փակենք։ Սա դեռ անցած տարի էր հայտնի, երբ քննարկվում էր այս տարվա բյուջեի նախագիծը, պակասուրդ կար, պետք էր 2015 թվականին վերցրած մեկ այլ եվրոպարտատոմսերի այսպես մարման ժամկետներ մոտենում ու կառավարությունը գնաց այս ճանապարհով, վերցրեց նոր պարտք հինը փակելու համար։ Ինչ պայմաններով է տրվել նոր պարտքը։ 750 միլիոն դոլարը Հայաստանը վերցնում է բավականին բարձր 7.1%-ով։ Սա տարիներ առաջ թողարկված եվրոպարտատոմսերի խմբականակից գրեթե 2 անգամ ավելի թանկ պարտք է։ Պաշտոնական պարզաբանումը այն է, որ եվրոպարտատոմսերը ամերիկյան պարտատոմսերի հիմքի վրա են հաշվում։ Տարբեր ռեյտինգային կազմակերպություններ, Fitch-ը, Moody's-ը, այս կազմակերպությունների ներկայացրած տվյալների հիման վրա նաև միջազգային ներդրողները վարկունակության գնահատում են անում 2021-ին ամերիկյան պարտատոմսերը շատ ավելի էժան էին, մեր տոկոսն էլ ցածր էր, բայց այստեղ ինչն է հետաքրքիր, որ այս տարիների ընթացքում չնայած տնտեսական աճ, երկնիշ եւ այլն, բայց փաստացի հիմա Հայաստանը այս միջազգային ներդրողների կողմից գրեթե նույն կերպ է գնահատվել, ինչ տարիներ առաջ, այսինքն երկրի հանդեպ վստահության մակարդակը ըստ էության չի ավելացել, նախարարին հարցրի այս մասին, ընդ որում նաև ներդրողներն են հարցրել Մեզ բոլորը հարցնում են իսկ ինչի է ձեր ռեյտինգը BB-, եթե այսքան ամեն ինչ լավ է։ Եվ մեր կարծիքով միակ պատճառը, որը մեր ռեյտինգը այդպիսին է, դա աշխարհաքաղաքական իրավիճակն է։ Նախարարն ասաց, որ օրինակ կարծում է, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, սա էապես կբարելավի մեր վարկանիշը, բայց տեսնում ենք, որ առանց խաղաղության պայմանագրի Ադրբեջանը ունի շատ ավելի բարձր վարկանիշ ունի Վրաստանը, բայց մենք այսպես տեղում դոփում ենք այս առումով։ Այս պահին գոնե հայտնի է, թե ովքեր են Հայաստանի
Հայաստանի ամենամեծ արտաքին պարտատերերը, որ երկրները կամ որ կազմակերպություններն են։ Ամենամեծը համաշխարհային բանկի մասնաբաժինն է, ավելի քան 30% մեր արտաքին պարտքի հենց համաշխարհային բանկից է վերցված։ Երկրների շարքում ամենամեծը ես քիչ առաջ էլ նայում էի Ֆրանսիայինն է, բայց այստեղ ծավալը շատ փոքր է ու ընդհանուրի մեջ նույնիսկ չի երևում։ Լավ, արտաքինը մոտավորապես պատկերացրեցինք, բայց մենք նաև ներքին պարտք ունենք։ Սրանք Հայաստանի Գանձապետարանի կողմից թողարկվող պարտատոմսերն են, որոնք գնում են հիմնականում Հայաստանի ռեզիդենտները, քաղաքացիները։ Ընդ որում ներքին պարտքի տոկոսադրույքը որպես կանոն շատ ավելի բարձր է, բայց կառավարությունը անցած տարիներին հենց այս ուղղությամբ է շարժվել եւ այս տարվա բյուջեում էլ ամրագրել է, որ շարունակելու է ավելի շատ ներքին պարտք վերցնել կամ ներքին պարտատոմսեր թողարկել։ Ինչու՞։ Դրսում շատ չեն տալիս, թե այլ պատճառներ կան։ Սա բացատրում են այսպես առաջին հերթին փոխարժեքի ռիսկից զերծ մնալու կամ ավելի շատ կառավարելու տեսանկյունից, որ եթե դոլարը հանկարծ արժևորվի դրամի նկատմամբ, շոկը մեր տնտեսության ու բյուջեի վրա այդքան էլ մեծ չլինի, նպատակներից մեկն էլ ըստ էության այն է, որ այս գումարը մնա Հայաստանում շրջանառվի, ընդ որում նաև այսպես հստակ ուղենիշ կա սահմանված, որ ներքին ընդհանուրի 40%-ից պակաս չպետք է լինի։ Իդեպ հիշում եմ, որ ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդեց, թե ներքին պարտքը պարտք չէ եւ պետությունը ուղղակի մի գրպանից վերցնում, մյուսն է դնում, ամենայն դեպս այդպես էր բացատրել նախարարը, բայց բացատրությունը կարծես այնքան էլ չընդունվեց։ Մինչեւ հիմա նա ներողություն խնդրել է թյուր տեղեկություններ հաղորդելու համար։ Չէ, հեղինը ներողություն չխնդրեց, ինչը այսպես բոլորի շրջանում մեծ տարակուսանք առաջացրեց, մարդիկ եթե փորձեմ իմի բերել, այսպես էին արձագանքում, ինչ մեսիջ է, փաստորեն սրանով նախարարը փոխանցում, այսինքն ներքին պարտքին պետք չէ ուշադրություն դարձնել, սա ինչպես կազդի նույն արտաքին ներդրողների համար, չեն ասի, բա կներեք էլի, այս մարդը այս երկրի տնտեսության այսպես գերատեսչությունը, հիմնական գերատեսչությունը ղեկավարող մարդը ասում է ներքին պարտքը պարտ չի, արդյոք արժի իրենց վստահել ու գործ բռնել իրենց հետ, թե չէ։ Լավ, վերադառնալով պարտքին, որը կարծես ոչ միայն ես ու դու, այլ նաև մեր երեխաները պետք է վճարեն։ Անցած տարի ըստ պաշտոնական վիճակագրության ես նոր նայում էի, բյուջեից 451 միլիարդ դրամ է վճարվել պարտքի գծով ընդհանուր մարումների համար, ինչը քիչ չի ըստ էության, բայց արդյունքում ընդհանուր պարտքը չի նվազում, ավելին 2018-ից ի վեր գրեթե կրկնապատկվել է։ Ընդ որում այն դեպքում, երբ այս կառավարությունը պայքարում է թալանի, կոռուպցիայի դեմ եւ հայտարարում է աննախադեպ տնտեսական աճի մասին, ինչու չի նվազում ընդհանուր պարտքը։ Այստեղ էլի առաջին հերթին պիտի բերենք նախկին պարտքերը մարելու քաղաքականությունը, այս մարտավարությունը, եթե կարող ենք այդպես ասել, բյուջեի դեֆիցիտն է ավելանում, չնայած այսքան մեծ մուտքերին, բավականին զգալի դեֆիցիտ ունենք, պակասուրդ ունենք, շատ սոցիալական խոստումներ այսպես մնում են տեղում։ Հիմա այս տարվա այս ակտիվ հարկային քայլերը քանի նոր փոփոխություն մտցրեցին, կրկին փորձագետների գնահատականներով նաև արվում է գումար հավաքելու, որ այս ամենը վերջո թղթի վրա չմնա։ Շարունակելով ասեմ, որ տնտեսագետների հաշվարկներով անցած տարի հարկային եկամուտները նախատեսվածից 8%-ով քիչ են եղել, այսինքն կառավարությունը պլանավորածից ավելի քիչ է հավաքել եւ դա է նաև պատճառը, որ ստիպված է եղել դրսից միջոցներ ներգրավել։ Ընդ որում տարիներ առաջ 2016-ին Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանից բավական դիպուկ էր քննադատել այս քաղաքականությունը։ Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության ընկել է վարկային տենդի, ոչ թե տեմպի, այլ վարկային տենդի մեջ, լիխառատկա, վարկային լիխառատկայի մեջ եւ իրավիճակը հաստատում կերպով դուրս է գալիս նրա վերահսկողությունից։ Հիմա ինչ հիմքեր կան նման պնդում անելու համար։ Նույն կառավարությանը ընդունած 2016-18 թվականների Միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է, որ 2016 թվականին պետական պարտքի սպասարկման համար մեր բյուջեից պետք է ծախսվեր Նիկոլ Փաշինյանը քննադատելով ասում էր, որ 2017-ին պարտքի սպասարկման համար մոտ 200 միլիարդ դրամ է ծախսվել, ու մինչդեռ նրա վարչապետության օրոք անցած տարի դրանից մի քանի անգամ ավելի շատ է ծախսվել։ Մտահոգություն հնչել է այս առումով։
ընդհանրապես սպասարկումների մասով այդքան էլ շատ չի խոսվում։ Ես մեն մի թիվ ասեմ, ես էլ էի վիճակագրությունը նայում, անցած տարի պետական ամբողջ ծախսերի բոլոր ոլորտներում 10%-ը ուղղվել է միայն պարտքի սպասարկմանը։ Պետական բյուջեի այսպես ծախսերի 10%-ը ավելին է, քան օրինակ կառավարությունը կրթության վրա է ծախսում կամ առողջապահության վրա։ Հետաքրքիր է, որ 2016-ին էլ էր ճշգրիտ նույն պատկերը եւ Նիկոլ Փաշինյանը իր քննադատական ելույթում հենց դա էր մատնանշում։ Ընդ որում 2017 թվականին այսպիսի ցուցանիշ կա։ Մեր պետական պարտքի սպասարկմանը ավելի շատ գումար ենք տալիս, քան օրինակ առողջապահությանը եւ կրթության ոլորտին։ Եվ պետական պարտքի սպասարկումը դարձել է մեր պետական ծախսերի չափերով երրորդ տեղն է գրավում։ Առաջինը սոցիալական ապահովությունն է, երկրորդը պաշտպանությունը եւ երրորդ տեղը պետական պարտքի սպասարկումը։ Սա 9 տարի առաջ, փաստորեն այս առումով ոչինչ չի փոխվել։ Լավ, հիմա այս պարագայում մեր պարտքը ինչպես է գնահատվում։ Շատ է, քիչ է կամ ավելի մասնագիտական լեզվով ասած կառավարելի է թե ոչ։ Կառավարության տեսանկյունից այսպես մեծ ռիսկերի մասին հայտարարություններ չեն անում, բայց այստեղ խնդիրը բոլորովին այլ տեղ է, թե ի վերջո այս պարտքերի մեծացմանը զուգահեռ ինչպես է փոխվում միջին վիճակագրական հայաստանցու կյանքը, արդյոք երկու անգամ ավելացած պարտքի կողքին 18 թվականից ի վեր կրկնակի լավացել է հայաստանցու կյանքի որակը։ Տեսնում ենք, որ շատ վիճակագրական տվյալներ, եթե փորձենք վերլուծել, տարիների խորքից, տեսնում ենք, որ այս համեմատությունը չկա, եւ պարտքը ավելին է աճել, քան հայաստանցիների եկամուտը, տնտեսական աճը շատ ավելի մեծ է, քան մարդկանց իրական եկամուտների աճը եւ այլն եւ այլն, եւ ռիսկերը այստեղ հիմնականում հենց սրա հետ են պայմանավորում փորձագետները, որ այսպես կապիտալ զարգացումներ չկան։ Պարտքերը ուղղվում են դեֆիցիտի մարմանը, պակասուրդի լրացմանը կամ նախկին պարտքերի մարմանը, բայց ուրիշ ինչ է արվում, կապիտալ ինչ է փոխվում հայաստանցիների կյանքում, այս գումարները ի վերջո ինչ են վերածվում։ Նախարարը այն օրը էլի խոսեց դպրոցների շինարարության մասին։ Ինչու ենք մենք, երբ խոսում ենք տնտեսության զարգացման մասին, այսքան ահռելի մեծ ֆինանսական միջոցների, առաջին բանը դպրոցների շինարարությունն է։ Դպրոցների, մանկապարտեզների կամ ճանապարհների, իհարկե սրանք շատ կարևոր ենթակառուցվածքներ են, առանց որոնց հնարավոր չի, կազմակերպել կյանքը, դրական է, բայց սա այն չէ, ինչ որ պիտի բերի տնտեսական արդյունք, որի հիման վրա պիտի տարիներ անց Հայաստանը հայաստանցին օգուտներ քաղի։ Եթե իմի բերենք, Հայաստանի տնտեսության շուրջ զարգացումների հիմնական մտահոգությունը հենց սա է, որ այս միջոցները այնպես չեն ծախսվում, որ տարիներ անց եւ հայաստանցիների կյանքը բարելավի, մարդիկ լավ ապրեն եւ այս նախկին պարտքերը փակվեն։ Բայց նույն քաղաքացիների մտահոգությունները փարատելու համար էկոնոմիկայի նախարարը ամիսներ առաջ էլի տեսանյութ էր հրապարակել եւ ասում էր վախենալու կարիք չկա, օրինակ նույն Ճապոնիան 255%-ի պետական պարտք ունի իր համախառն ներքին արդյունքի համեմատ, Միացյալ Նահանգներինն է շատ բարձր, Իտալիայինն է շատ բարձր։ Արդյոք Հայաստանի պետական պարտքը շատ է թե քիչ, կառավարելի է թե ոչ, եւ արդյոք այն մեզ վախեցնելու կամ մտահոգելու տեղ տալիս է թե ոչ։ Այդ հարցում մեզ կօգնեն թվերը, մասնավորապես պետական պարտքի հարաբերությունը եկեք դիտարկենք համախառն ներքին արդյունքի տրամաբանության մեջ։ Այն Հայաստանի Հանրապետությունում 23 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 50.5%։ Այս ցուցանիշը, օրինակ, Ճապոնիայում 255% է, Սինգապուրում 171%, Մինչդեռ Հայաստանինը 60%-ի էլ չի հասնում։ Համոզիչ չէ այս համեմատությունը։ Չէ, առհասարակ համոզիչ չի, որովհետև էկոնոմիկայի նախարարը թվարկում է աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրները, որոնք
ըստ էության տոն տվողներն են, թելադրում են, թե ինչպես պիտի զարգանան ֆինանսական շուկաները ընդհանուր առմամբ եւ սրանց կողքին Հայաստանը մեջ բերել է, եթե մեղմ ասենք, ճիշտ չէ, նրանց տեսանկյունից սպասարկումը լրիվ այլ հարց է, մեզ համար քիչ առաջ նայեցինք, թե ինչ ծանր է նստում։ Երբ որ խոսում ենք արդյունքների մասին, ես հիշում եմ, որ մոտ 10 տարի առաջ հանրահավաքներից մեկում այն ժամանակ դեռ կրկին ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ըստ այդմ համարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա ապացույցներ եւ փաստեր այն մասին, թե որքանով է այդ պարտքը արդյունավետ օգտագործվել։ Ընդ որում, այս աուդիտի արդյունքում պարզաբանման ենթակա կարևորագույն հարցերից մեկը հետևյալն է. ինչքանով են մսխվել միջազգային կազմակերպություններից վերցված վարկերը։ Հիմա երբ նրա քաղաքացիական պայմանագիրը իշխանության է արդեն 7 տարի, եղել է նման նախաձեռնություն անկախ աուդիտի ենթարկել կառավարության վերցրած պարտքերը եւ հասկանալ ինչի վրա են ծախսվել եւ արդյոք դրանք արդյունավետ են եղել։ Ոչ եղին է, նման նախաձեռնություն չի եղել, թե ունեն մտադրություն, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել, ամեն դեպքում սրա մասին այս տարիներին ոչ ոք չի խոսել։ Դեպ շաբաթներ առաջ նաև նույն կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ընդդիմադիր падգամավորներից Աննա Գրիգորյանը հարց ուղղեց. ինչ է արվել այս տարիներին վերցված միլիարդներով։ Եթե օրինակ մեր բյուջեն այս 7 տարիների ընթացքում հավելյալ, ինչքան էիք ասում, 4.2 միլիարդ դոլարի հավելյալ գումար է մտել, այդ դեպքում պարզ հարց է առաջանում։ Բայց 7 միլիարդ դոլար պետական պարտքը ինչու ենք վերցրել։ Այդ 7 միլիարդ դոլարը ինչ ենք արել, ինչ եք արել, եթե 4.3 ավելացել է, դրան էլ 7 միլիարդ դոլար ավելացրել եք, ինչ է ստեղծվել Հայաստանում կապիտալ առումով, որը մեր սերունդներին ինչ-որ մի բան տալու էր։ 7 միլիարդով կարելի էր 3 հատ ատոմակայան կառուցել, Հայաստան-Իրան երկաթգիծ կառուցել, գազամուղ կառուցել, 1000 ու մի բան կարելի էր անել, ինչ եք արել այդ գումարով։ Քանի որ դու լինում ես պարբերաբար տնտեսական բլոկի պաշտոնյաների ասուլիսներին, հանդիպումներին, հարցազրույցներին, հնչել է որևէ պատասխան։ Ըստ էության այս հարցադրումներին հիմնականում բերվում է այդ դպրոցների կառուցման, մանկապարտեզների, ճանապարհների ու ենթակառուցվածքների օրինակը։ Լավ, սրան զուգահեռ նաև խոսվում է թոշակների ավելացումից, նվազագույն աշխատավարձի բարձրացումից, որը ի դեպ հիմա ավելի ցածր է, քան կառավարության ծրագրով մինչև 26 թվականը պիտի լինի։ Մի խոսքով այսպես ընթացիկ ծախսերի մասին են խոսում, բայց կապիտալ տնտեսության կերպարանափոխման մասին, դրա ուղղությամբ կատարված ծախսերի մասին պարզաբանումներ չեն տրվում։ Շատ հետ չընկնենք էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտոնավարման օրոք, կհիշեք, գործարաններ բացելու մասին էին հայտարարում, մեքենաներ արտադրելու մասին էին հայտարարում, այսպես գոնե արդյունաբերական ինչ-որ շարժ պիտի լիներ, բայց հիմա տեսնում ենք, որ այս նախաձեռնություններից եւ ոչ մեկ կյանքի չի կոչվել։ Ըստ հայտարարությունների պիտի կառուցվեր AIG1 արևակայանը, որը արաբական Մասդար ընկերության համատեղ ծրագիրն էր տխրահռչակ Անիֆի հետ, բայց այս բանակցություններն էլ կարծես փակուղում են, ոչ մի նորություն չկա, մինչդեռ Ադրբեջանում ոչ միայն մեկ արևակայան արդեն կառուցվել է, դեպ համաձայնությունը զուգահեռ էր ձեռք բերվել, այլև վերջերս Բաքվում կայացած COP29-ի շրջանակում հայտարարեցին այդ նույն ընկերության հետ մեկ այլ արևային էլեկտրակայան կառուցելու մասին։ Եվ վերջում հաշվել ես այս պահին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ես կամ դու, որքան պարտք ունենք սեփականը չհաշված։ Չեմ հաշվել, բայց հիմա ցանկալի կլինի այդ հաշվարկը միասին անենք։ Եթե միջին թվերով նայենք, 13.5 միլիարդ է մեր պարտքը այս պահի դրությամբ։ Բնակչությունն էլ այսպես կլորացնենք 3 միլիոնի։ Հիմա տարբեր տարիներին մի քանի տասնյակ հազարների տարբերություն է լինում, բայց սա այդքան էական չէ։ Ամեն հայաստանցի անկախ տարիքից
$4500 պարտք ունի։ Անձնականը չհաշված։ Շնորհակալ եմ Ռոբերտ մանրամասների եւ հաշվարկների համար։ Շնորհակալություն Հեղինե։ Հիշեցնեմ, դուք լսում եք Ազատություն ռադիոկայանի հերթական փոդքասթը, հաղորդումը վարեց Հեղինե Բունյաթյանը, կհանդիպենք վաղը նույն ժամին, մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։